Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է եւ ինչպես նկատեցիք, այսօր հաղորդումը միայնակ չեմ վարելու։ Ես եւ Ռուզաննա Երեմյանը կանցկացնենք հաղորդումը, ով ներկայացնում է նաեւ Հակոբ Կոնճորյան կրթահամալիրը որպես տնօրեն։ Եվ բավականին երկար ժամանակ մեր հեռուստադիտողը ձեզ ծանոթ է մեր երկխոսությունները միշտ հաճելիորեն լսել է, ինչու ոչ նաև ես հիշում եմ, որ հասարակական կազմակերպություն կար։ Այո, միասին կարող ենք հասարակական կազմակերպություն։ Ինչ որ այդ միասին կարող ենք հասարակական կազմակերպության գործունեությունը նույնպես կարող ենք լուսաբանել 40 րոպեների ընթացքում, ունենք այդ ժամանակը։ Նախ ինչպես հասկացա, ինքնաբացարձակ եք ներկայացրել։ Ինչու՞։ Ավականու անդամ եք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, այո, ես 2023 թվականի Երևանի ավականու ընտրություններին եղել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուներից մեկը 15-րդ համարը եւ ինքնաբացարկ եմ ներկայացրել, որովհետեւ դպրոցի տնօրենի իմ կարգավիճակը ինձ թույլ չէր տալիս լինել նաեւ ավականու անդամ եւ մինչեւ կազմի հաստատումը ես ինքնաբացարկ եմ ներկայացրել, թե մինչեւ այդ էլ երևի թե գիտեի, որ չեմ կարող լինել ավականու անդամ, բայց ջանք ու երանդ չեմ խնայել, որպիսի աջակցեմ իմ թիմին Երևանի քաղաքապետարանում, այո, քաղաքապետի ընտրություններին ընդառաջ առավել ձայներ ստանալու համար։ Ռուզաննա ջան։ Այո, Գնել ջան։ Ձեր խմբով հիմա դու ինքնաբացարկ ես ներկայացրել, իսկ խումբը ում համար ջանք ու եռանդ չես խնայել, որքանով է արդարացնում ձեր ցանկությունը, պատկերացումները, թե ինչպես պետք է աշխատել երևանցիների համար։ Թույլ տվեք այստեղ ասել մի բան, որ վերջի շրջանում Գնել ջան, դուք գիտեք, որ ես եղել եմ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում ամռանը, եւ երբ որ ես Երևանում էի միայն, այսինքն տեսնում էի միայն Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, ես էլ ձեզպես գուցեև որոշակի մտահոգություններ ունեի, բայց երբ որ եղա Հայաստանի բոլոր մարզերում, առնչվեցի մեր տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքի հետ, իմ գնահատականները այսպես 180%-ով փոխվեցին, որովհետև մասնավորապես եթե ես խոսեմ կրթության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի դրսևորած վերաբերմունքը եւ մոտեցումները դրանք ուղղակի անգնահատելի են, որովհետև Երևան քաղաքում մեր դպրոցները ունեն տեղական ինքնակառավարման մարմնի մասնավորապես Երևանի քաղաքապետարանի 100%-անոց աջակցությունը, ստանում են օգնություն, երբեք մենակ չեն մնում իրենց առջև ծագած խնդիրները լուծելիս, անգամ այնպիսի խնդիրների լուծման ժամանակ, երբ որ քաղաքապետարանը նույնիսկ կարող է նաև դա չանել։ Այդ տեսանկյունից, այո, իր իրավասությունների շրջանակում չէ, շենք շինությունների պահպանում, վերանորոգումներ եւ այլն, բայց Երևանի քաղաքապետարանը որևէ դպրոցի մենակ չի թողել, որևէ դպրոցի խնդիր չի անտեսել, երբևէ չի եղել միջամտություն ինքնավարության դաշտը, դպրոցների տնօրենները օրենքով լիազորված իրենց տրված լիազորություններն ամբողջովին իրացրել են։ Այդ տեսանկյունից ես պիտի շնորհակալություն հայտնեմ եւ պարոն Ավինյանին եւ մասնավորապես Լևոն Հովհաննիսյանին, ով զբաղվում է կրթական հաստատություններով եւ ասեմ շնորհակալ եմ, որտեվ դա շատ մեծ ձեռքբերում է։ Արդյոք դուք չեք նայում, տեսեք, ես գիտեմ, որ Հակոբ Կոջոյան կենտրոնը, շենքը արդեն ավարտական փուլում է, դա երևի թե ինչու երևի վստահաբար ուսանողների, սովորողների, աշակերտների եւ աշխատակազմի մեծագույն երազանքներից մեկն է, որը իրականացման փուլում է արդեն ու բավականին տեսանելի է, ինչքան գեղեցիկ, հարմարավետ շենք եք ունենալու։ Արդյոք հիմա ձեր գնահատականը նաև այս զգացմունքների տեսանկյունից կողմնապահություն չի, որքանով ենք որ մեր անունը հասկանա։ Դե գիտեք ոնց կարող ասի
Մարդը հիմա Բայց Երևանի կարասի դե մարդու շենքը իր բանով կառուցում տալիս են, բնականաբար ինքը գող կլինի, բայց արի ու տես չգիտեմ, ու մի հազարատ խնդիր։ Հակոբ Կոջյան կրթահամալիրի շենքը հիմնանորոգվում է Ասիական զարգացման բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման ծրագրով եւ Երևանի քաղաքապետարանը որպես լիազոր մարմին որևէ լիազորություն չունի այստեղ եւ դա իրենց հետ կապված չէ շենքի հիմնանորոգումը կառուցումը ասացի արդեն որ ծրագրով է եւ այստեղ ձեր տաղավարը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև դպրոցաշինության գործում մենք երբևէ մեր պատմության մեջ չենք ունեցել այսպիսի ժամանակաշրջան, երբ որ թեկուզ 20 երեխայի շահը նրանց կրթության շահը վերադասվում շատ ու շատ խնդիրներից։ Գիտեք, հիմա շենք հայո ավարտական փուլում է եւ մենք գույք ենք ստանում, մեզ հրավիրել են, մենք գնացել ենք եւ ԿԳՄՍ-ում քննարկել ենք ինչ գույքի կարիք ունենք։ Ես ապշած եմ, հիացած եմ։ Երբ որ քեզ որպես դպրոցի կառավարիչ, մենեջեր ասում են ինչի կարիք ունի դպրոցը։ Եվ երբ որ դու ասում ես սրա, քեզ չեն ասում, գիտեք, եկեք մեկը վերցրեք, ասում են ինչի կարիք ունի։ Դու գրեք ինչի կարիք ունի։ Եվ տվեք դրա նկարագիրը, դու տալիս ես եւ քեզ ասում են դու այլևս գործ չունես։ Մենք երբևէ այսպիսի արժանապատիվ վերաբերմունք չենք ստացել։ Եվ դա այսօրվա գործող իշխանության շնորհքն է, որովհետև երբ որ մեր շենքը պիտի հիմնանորոգվեր, ծրագիրն այսպիսին էր, որ ձեր գույքը պահում եք եւ ձեր գույքը ձեզ հետ եք տանելու։ Մեր գույքը 37 թվի շենքում պահպանված գույք էր, շենք, որը սանիտարահիգենիկ տարական պայմաններ չուներ։ Շենք, որի ջեռուցման հարցը լուծվել է 2012 թվականին, կաթսայատուն է տեղադրվել, որը տեղադրված օրից նորմալ չի աշխատել, որի խողովակները հին խողովակներով անցկացված մի ամբողջ ցանց էր, որը ուղղակի նորմալ չէր գործում։ Բայց իրանք գրել են, որ խողովակ տրամադրել են։ Այո, ես դա էի ուզում ձեզ ասել։ Այսինքն այս ամեն ինչից հետո այդ հին հնամաշ մորբերտները, տումբաները, նատյուրմորտի սեղանները եւ այլն աշակերտական գույքը հետ տանել նշանակում էր ուղղակի չգիտեմ ինչ, որտեվ դա անմխիթար վիճակում պահպանված գույք է, 40-50 տարվա գույք է։ Եվ այսօրվա կառավարությունն է, որ ասաց ոչ, անգամ Պահակի աթոռը պիտի նոր լինի, անգամ վերջին գույքը պիտի նոր լինի։ Պարոն Փաշինյանին հաճախ ենք տեսնում նման, անգամ հանդիմանանքով է խոսում, թե ինչի համար եք դաշտաբուրը տարել դրել բանում, նկուղում, դա երեխաների համար է, թող խաղան, նվագեն, սովորեն, չգիտեմ, կփչանա, գուցե փչանա, բայց նորոգ ենք։ Այստեղ հարցը փչանալ, նորոգել, չնորոգելը, հարցը գիտեք որտեղ է։ Այսինքն կառավարությունը ուզում է նոր խնդիրների առնչվի, այսինքն իրեն ոչ թե արդեն ասեն, որ մենք դպրոց չունենք, այլ ասեն, գիտեք ինչ կառավարություն, մենք դաշնամուր չունենք, կոտրվել է, մեզ դաշնամուր աշտապել, այսինքն նոր խնդիր ու նոր պահանջներ են ուզում լսել, եւ դա բնական է, որովհետեւ մինչեւ այսօր ես ոչ առնեք կառավարություն, ես չէի ուզենա լինեի այնտեղ, որովհետեւ մեր երկրում ես որպես քաղաքացի երբ որ քայլում եմ, հանդիպում եմ 16-17-րդ դարի խնդիրների, ուր մնաց է 20-21 դարերի եւ ուր մնաց է 2021, 22, 23, 24, 25 թվականների խնդիր։ Դե այդ նույն խնդիրներն էլ ունեն դպրոցների կառավարիչները, տնօրենները, որովհետև իրենք այդ ձեր նույն ասած խնդիրներով, ինչ որ դուք ունեք, ինչ որ ես ունեմ, ինչ որ բոլորը ունեն, հասարակությունն ունի այդ խնդիրը, մենք սովոր չենք, դեռ սովոր չեն այդ վերաբերմունքին։ Ես ուզում տեղ, Ռուսան ջան, տես, ամբողջովին նոր շենք, ամբողջովին նոր պայմաններ, գույքն էլ ձեր սրտով։ Իսկ կրթության դաստիարակության մոտեցման հետ ինչ ծրագրային փոփոխություններ կան կամ դուք ոնց եք պատրաստվում, այսինքն նոր գույքը հին համակարգով, չնայած հին ու նոր չկա, արվեստի դպրոց, հարցը դա չի, բնականաբար, բայց այնուամենայնիվ երեխայի հետ խոսքի լեզուն
վստահաբար կարևոր է, որովհետև ինձ հետ կարող էին խոսալ իմ ուսուցիչները ուրիշ լեզվով, Բնականաբար։ այսինքն խստության, դիսցիպլինայի։ Այսօրվա երիտասարդների հետ խոսում են այլ լեզվով, որովհետև ժամանակը առաջ է գնում ու մշտապես ավելի իրավունքներ են զարգանում եւ այլն եւ այլն։ Այսօրվա երեխաների հետ շփվելու միջոցը, բանալին, գաղտնիքը, ձեզ սիրում են, ես այդ գիտեմ, բայց ի՞նչն է բանալ, կիսվեք ձեր գործընկերների հետ։ Բանալին սերն է։ Նախ այստեղ էլ թույլ տվեք շնորհակալություն հայտնել կառավարությանը, որովհետև ես ասում եմ այն, ինչի միջով անցել եմ եւ ինչի միջով անցնում եմ արդեն 33 տարի։ Մենք գործ ունենք այս պահին հանրակրթության պետական նոր չափորոշիչների հետ, որը բոլորովին այլ մոտեցում է, որտեղ ես կարող եմ պատասխանել բոլոր քննադատություններին, եթե հիմնավորված են ինքս էլ կմիանամ։ Մաշտոցի նկարը ինչու էին։ Եկեք հիմա սկսենք ամենակարևորից, երբ որ կրթությունը դե հիմա կներեք էլի մենք ոչինչ որ քննադատություն է մեր ժուրնալիստիկան հետ մակարդակը բայց դա տրամաբանություն գիտեք այդ ձեր ասածին շատ հումորով վերաբերվելով պիտի ասեմ որ քանի դեռ շենքը չէր բարձրացել ամբողջ հանրապետությունը խոսում էր որ Հակոբ Կոջոյան կրթահամալիրի շենքը վաճառվել է որ այն հյուրանոց է դառնում որ այն դառնում է էլիտար բնակարան որ Հակոբ Կոջոյան կրթահամալիրի շենքից թունել կա որը տանում է դեպի քաղաքապետարանի շենք այսինքն մենք այդ հեքիաթներին, այդ առասպելներին ծանոթ ենք, բայց այսօր հնդածս ես անընդհատ հակադարձել եմ դրան եւ ասեմ, որ այդ հեքիաթներին պետք չի հավատալ, որովհետեւ նախագծման երկու նախագիծ է եղել ընդ որում կառավարության վրա շենքը կրկնակի է արժեցել, որովհետեւ խնդիրներ առաջացան շինարարության ընթացքում, չնախատեսված խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ, բայց շենքը կանգնում է եւ այն մարդիկ ովքեր այդ սուտ լուրը տարածում էին այսօր ուղակի ձեռնունայն են մնացել ինչ վերաբերում է հանրակրթության պետական չեն մնացել Ռուզան ջան իրանք շարունակում են այլ ստերով դե հիմա թող շարունակեն հորինել հանրակրթության պետական նոր չափորոշիչը նոր քաղաքացու կերտման մոտեցումն է նոր քաղաքացի արժեքահեն կրթության ենք գնում երբ որ սովորողին միայն գիտելիք չես տալիս նա պիտի ունենա դիրքորոշում սեփական կարծիք արժեքային համակարգ պիտի ունենա քննադատական մտածողություն պիտի ունենա կարողունակություններ որոնք կարողանա կիրառել եթե հիշում ես մենք էլ սովորում էինք եւ երբ որ մեզ մաթեմատիկա էին սովորեցնում մեզ ոչ մեկ չէր ասում որ սա պիտի այստեղ կիրառես դու կարող ես սա նաեւ այստեղ կիրառել մենք սովորում էինք որովհետեւ պիտի սովորեինք այսօր մենք սովորողներին այդպես չենք մոտենում մենք դրանք սովորեցնում ենք ունեցածը ստացած գիտելիքը կիրառել ամենուր կյանքի բոլոր ոլորտներում որովհետև կյանքը ցույց տվեց որ սովետական դպրոցը անցած բազմաթիվ քաղաքացիներ ունենալով լավ կրթություն չկարողացան իրացնել իրենց հմտությունները չկարողացան ցուցաբերել հմտություններ որով նրանք կկարողանային հետաքրքիր լինել կկարողանային իմացածը կիրառել եւ կյանքում ինչ որ խնդիրներ լուծել առաջ գնալ այսօրվա կրթությունն ուրիշ բանի է կոչված Մենք ուզում ենք դա, թե չենք ուզում, դա 21-րդ դարի մարտահրավերն է եւ գնալու ենք այդ ճանապարհով եւ ես որպես դպրոցի տնօրեն ջանք ու եռանդ չեմ խնայում իմ ամբողջ էներգիան ներդնում եմ, որպեսզի չափորոշիչը 100%-ով գործի, որովհետեւ դա վաղվա քաղաքացի դաստիարակելու լավագույն մեթոդն է, լավագույն ձևն է, այլ մոտեցում չի կարող լինել։ Իսկ ինչ վերաբերում է քննադատություններին, գիտեք, այո, կարող են քննադատել թույլերը, կարող են քննադատել միջին կարողությունների տեր Քննադատել թույլերը, ուժեղները չեն քննադատում, ուժեղները հասկանում են, որ սա իսկապես հրաշալի տվյալ իրավիճակ է։ Գիտեք, սա մարտահրավեր է նաև ուսուցչի համար։ Չմոռանանք, որ ուսուցիչը երկար տարիներ աշխատել է այդ գիտելիքահեն մոտեցումներով, ուսուցչակենտրոն ձևերով, ինքն եղել է դասիտերը, ինքը խոսել է, լսել են, չեն լսել, կարևոր չի։ Հիմա ինքը մղվել է երկրորդ պլան։ Դասիտերն աշակերտն է։ Աշակերտը պիտի խոսի, դու նրա
խոսույթից պիտի դուրս բերես կարևորը ինքը պիտի գա քո ետևից ինքը պիտի դառնա տերն ու տնօրենը դժվար է այս ադապտացիան դժվար է ուսուցչի համար Տանից էլ է ախր բաներ գալիս որ դժվար է ուսուցչի կներեք համար օրինակ ես երկու անչափահաս երեխա ունեմ երկուսն էլ դպրոցական են հիմա դպրոցում ասենք իմ տանից են չէ գնացել իմ մարդ ով անցել է N մյուս դպրոցը ու բնականաբար մինչև դպրոց գնալը որոշ բնավորության գծեր արդեն ձևավորված են այսինքն այստեղ փորձել մի սերնդով կտրուկ ռևերանսներ անել չի ստացվի բայց մաքսիմում ջանք պիտի ներդրվի իսկ նրա այն ուսուցիչները ովքեր որ սա գիտակցում ու այդ մաքսիմումը ներդնում են բոլորի առաջ խոնարհումներս որովհետև ուսուցիչը մեր հասարակության շրջանակներում պիտի իսկապես գնահատվի մեծարման արժանի է ուսուցիչը անկախ նրանից գիտեք գնել ջան ինքը թույլ է միջին է մենք պիտի մեր խոսույթում ուսուցչի նկատմամբ մեծագույն հարգանք դաստիարակենք որ եթե մենք դա չանենք մենք հետո խնդիր ենք ունենալու մենք մեր ուսուցիչներին պիտի փայփայենք որովհետև Հայաստանի Հանրապետության վաղվա քաղաքացու մեր պետության հարատևությունը վստահված է մոտ 30,000 մարդու եւ դրանք ուսուցիչներն են այո 30,000-ի մեջ մենք կունենանք մի քիչ ավել, մի քիչ պակաս, մի քիչ թերություններով ավելի բարձր եւ այլն ուսուցիչներ բայց մենք բոլորին երբ որ ընդհանուր խոսք ենք ասում կարծես բոլորին ենք նվաստացնում եթե կան թևաթափ ենք անում բոլորին եւ երկրորդ դուք խոսեցիք ձեր մասին որպես ծնող այո դուք դեռ սովետական դպրոցն եք անցել իսկ եկեք չմոռանանք այն ծնողների մասին ովքեր 30 տարվա կրթական համակարգն են անցել եւ սկզբունքորեն դպրոցն ինչի էր վերածվել սովետական անցելով մի վերջին պիոներն եմ եղել բայց միևնույնն է բայց անցել եք այո այդ ամենակարևոր փուլը տարական շրջանը այդ փուլում երբ որ կար ուրիշ մոտեցում կրթության նկատմամբ 30 տարվա ընթացքում այդ կրթական համակարգը դեգրադացվել էր եւ այն ինչ որ արվում էր իներցիայով եւ շատ անարդյունավետ չմոռանանք որ դպրոց չէին գնում բարձր գնահատականներով էին ավարտում եւ այլն եւ այդ մարդիկ այսօր ծնողներ են իրենք երեխաներ ունեն հետո իրանք գնում էին Օքսֆորդ էին ավարտում այսօր եկել մեզ խելք են բացատրում եւ հիմա մենք խնդիր ունենք նախ այդ ծնողներին ոչ բոլորն են Օքսֆորդ ավարտել բայց գերազանց են ավարտել դպրոցը այսինքն այն երեխաները ովքեր որ դպրոց չէին գալիս շատերը չէին գնում այն ժամանակ ավարտում էին բանը բարձր գնահատականներով ու տեսնում էին նրանց միանգամից համալսարաններում բայց դրա մասին բոլորը գիտեին պետական քաղաքական են որոշումներ կայացնող անձինք էլ գիտեին պարզապես դա ձեռնտու էր այո իսկ այսօր մենք այդ տեսակ ծնողների երեխաների հետ ենք աշխատում եւ մենք արժեքներ ձևավորելու փուլում ենք դա մի օրում չի տրվելու բայց նոր չափորոշիչով սկսած այն աշակերտները ովքեր այսօր այն սովորողները ովքեր այսօր 4-րդ դասարանում են եւ հաջորդաբար գալու են եւ ավարտելու են դպրոցը հավատացեք իրենք որակ են թելադրելու Ես հավատում եմ դրան ես հավատում եմ Ռուզաննա ջան ես ուղղակի ձեռքի հետ մատնանշում եմ որպեսի մեր նաև հիշողությունից եւ գնահատականների մեջ ավելի օբյեկտիվ լինելուց չկորի այն արժեհամակարգը ինչի միջով անցել ենք որովհետեւ այդ նույն քննադատությունները նաև ձևավորվում են ասենք ոնց է մարդը իր տարիքի համապատասխան ապրելաձևի ապրելավոճի համապատասխանա չէ քննադատում ինչ-որ բան այսինքն եթե դու չես կրում որոշակի արժեքներ դու չես կարող որևիցե արժեհամակարգ քննադատել եթե դու Աստված չունես դու չես կարող որոշակի աստվածային համակարգեր քննադատես եթե սենց շարունակ այսօր ցավոք սրտի մեր բազմոցային բանակը բավականին մեծ է մեր իրականության մեջ ով օրինակ հա սենց մինչև դաթար այս կարճ օրինակը բերեմ որ ավելի ըմբռնելի լինի ուրեմն երեք աչքովս ընկավ մեր ներկայացուցիչները հասարակական կազմակերպությունների որ Բաքվից եկել էին վերադարձել էին ու մամուլի ասուլիս էին տալիս ներկայացնում էին ինչ են արել ինչ չեն արել ու մեկնաբանությունների մեջ նայում եմ մարդիկ կան
Գիտեք ոնց են փնովում, են որ չէ, քննադատություն, գուցե ասում ես լավ, իրանք լինեին կարող ավելի լավ բան անեն, բայց այն բազմոցային բանակը մտել է։ Բան մի հատ գերիների ունեն, այն որ մունաթը դու տեսնում ես գրառման մեջ, էլի բան խոսայք, բան, բայց էլի չի լսել, չի հասել խոսույթը, որ մարդիկ ներկայացնեն, որ դրանից էլ են խոսել եւ այլն։ Եվ վստահ ինքը սրտացավ չի գերիների մասին։ Ուղղակի տենց ուղեղի մեջ դու զապիսը միացած է ինքը գրում է։ Բայց գնացել եք Թուրքի հետ, ես ինչեր են գրում։ Ես ուզում եմ հիմա մինչև դադարը այդ մի 2 րոպե վարքյանով ասեմ։ Ուրեմն այդպիսի քաղաքացիներին ասեմ հետևյալը. նախ խնդրում եմ փորձեք ինքնակրթությամբ զբաղվել եւ սկսել հասկանալ ինչ է նշանակում հասարակական կազմակերպություն։ Հասարակական կազմակերպությունների գործունեությունը հիմնականում լինում է կամավորական ձևով։ Կարող է որոշ ծրագրեր լինեն, որոնք ֆինանսավորվում են եւ այլն, բայց այդ ֆինանսավորումները հավատացեք, որևիցե վայրում աշխատող մարդու աշխատավարձից բարձր չի, այն էլ շատ հազվադեպ է ստացվում, որ ֆինանսավորվեն։ Հիմնականում կամավորական սկզբունքներով, այսինքն մարդը գնացել կրթություն է ստացել, ծախս արել իր կրթության վրա, մարդը իր ներքին արժե համակարգն է կարգավորել եւ որոշել է կամավորական որոշակի գործունեություն ծավալել, ինչ որ պայից որոշում է կայացել հասարակական կազմակերպություն բացի, դու այդ ամբողջ ժամանակ եղել ես ձեր բիսեդկում։ Նարդիղ խաղալուց, բլոտ խաղալուց եւ այլն։ Ինքը այս ամեն ինչը արել է, այսօրվա դրությամբ գնացել է Բաքու, ինչը որ դու վստահաբար չէիր գնա։ Փորձել է այնտեղի հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, ովքեր այնտեղի արժեքներն են կրում։ Դեմ առ դեմ լինի ամենատարբեր սեղանների շուրջ եւ զրույցի Բաքվում, այսինքն սրա համար կամայական հատկանիշներ նույնպես անհրաժեշտ են։ Դուք ձեր Բաքվում այդպիսի երեխաներին ձեռ եք առել։ Այսօրվա դրությամբ եկել է արդյունքներ որոշակի, այսքան գուցե, հա, ինձ համար ավելի շատ, բայց ձեր տեսածով այսքան որոշակի արդյունք է ներկայացնում ձեզ, ու դուք նստել տակը, չգիտեմ ինչից եք խոսում, կարելի է իմանալ, դուք ինչ եք արել, ինչ համամարտկային մի հատիկ աշխատանք եք արել, ինչ համահայկականությանը վերաբերվող մի հատիկ աշխատանք եք արել, դուք անգամ ժամանակ չեք ծախսել ձեր կրթության եւ բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի գոնե ըմբռնեք ինչա կատարվում։ Ես սա ասում եմ ամենայն հարգանքով եւ ցավով, փնովելու համար չեմ ասում, ցավով եմ ասում, որովհետեւ թե ես, թե դուք, թե այդ մարդիկ ունենք հավասար իրավունքներ եւ կրում ենք նույն անձնագիրը։ Ու հեսա պիտի գնանք առաջիկայում էլ ընտրությունների որոշումներ կայացնենք, որոշենք մեր բոլորիս համատեղ ճակատագիրը։ Այդ մակարդակով ամոթ է 21-րդ դարում ամոթ է լինել անկիրթ, լինել անդասիրակ, ամոթ է։ Եվ մեկի ամոթը այս պարագայում համացանցում հանրային խայտառակություն է։ Գնանք կարճ դադարի շարունակենք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Հիմա Ռուզաննա ջան, տես ինչ է ստացվում։ Դու դպրոցի տնօրեն ես, նո կրթահամալիրի տնօրեն ես։ Ես գիտեմ, որ դու աշխատավայրում բացարձակ քաղաքական որևիցե դիրքորոշում չես ցուցադրում, ի ցույց չես դնում եւ քո աշխատողները նույնպես բավականին ազատ եք քաղաքական մասով, բայց այնուամենայնիվ աշխատանքից դուրս դու կուսակցական ես, ոչ մեկ քաղաքականորեն ես, դու կուսակցական ես, ու վերջերս եկեղեցու շուրջ, եկեղեցու չէ, բանը, եկեղեցին ուզուրպացածների շուրջ տեղի ունեցող ես ամեն ինչի շրջանակներում, քեզ լրագրողները հանկարծ ֆիքսել էին պատարակների մասնակցելուց, դու ինչի ես երեխաների կրթությունը անտերության մատնել եւ դուրս եկել քաղաքական պատարակի, հիմա այդ պատարակը քաղաքական է կոչվում, քաղաքական պատարակով փորձում չգիտես ինչի կիրակի օրը աշխատանքի չէր։
Նախ շնորհակալ եմ շատ բովանդակալից հարցի համար, որովհետև այո, ես դպրոցի տնօրեն եմ, այո, ես քաղաքական մարդ եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ եւ պատվով եմ կրում դա, ես ինձ համարում եմ իմ թիմի հետ հավասար պատասխանատու Եվ այո, մեր կրթահամալիրում քաղաքականությունը ընդհանրապես տեղ չունի, որովհետև ես 33 տարի կրթական համակարգում եմ եւ գիտեմ ինչ ասել է կրթությունը քաղաքականացնելը։ Երբ որ ես դարձել եմ դպրոցի տնօրեն, ես առաջին ինձ համար որդեգրել եմ սա։ Այն արժեքները, որ ես եմ կրում, դա միայն իմն են եւ ես դրա համար պայքարել եմ 2021 թվականին։ Եվ բայց մինչ այդ 98 թվականից փոխտնօրեն եմ աշխատել, այնպես որ կրթության ոլորտում նոր մարդ չեմ, շատ լավ գիտեմ ինչի միջով ենք մենք անցել։ Ինչ վերաբերում է կիրակի օրերը չաշխատելուն, դե հիմա պիտի դիմեմ ուրեմն աշխատանքային օրենսգիրքը խնդրեմ վերափոխեն, որ մեզ սահմանեն, որ մենք պիտի կիրակի օրերն էլ աշխատենք։ Մի հատ լավ պրոժեկտոր կա, օրինակ որ գիշերն են աշխատում։ Մենք ունենք աշխատանքային ժամեր եւ ես աշխատանքային ժամին որևէ անգամ քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց աշխատանքային ժամից դուրս իմ սոցիալական էջով, որը որևէ կապ չունի կրթահամալիրի սոցիալական էջերի հետ, պաշտոնական էջերի, կայքի եւ այլնի հետ, ես կարող եմ վարել ցանկացած գործունեություն եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը մայր օրենքն է, ինձ տալիս է այդ իրավունքը։ Իսկ ինչ վերաբերում է անդիմադիրներին, ես արդեն սովորել եմ իրենց կողմից թիրախավորվելուն։ Ժամանակ առ ժամանակ առաջին Էջերում եք հայտնվում մամուլ կոչված է, սա կանժիկ նյուզային։ Այո, երևի ինձ սիրում են հակառակ իմաստով, որովհետև հասկանում են, որ որքան էլ որ փորձեցին ցեղ շպրտել իմ անձի վրա, այնուամենայնիվ այդ ամբողջ հրապարակումների մեջ չկարողացան որևէ կետով հիմնավորել, որ ես աշխատավայրում քաղաքականությամբ եմ զբաղվում, կամ եթե կարողանային որևէ առիթ գտնել, որտեղ ես ինչ որ մի, չգիտեմ ինչ, ռիսկ մուտ գործարքների մեջ եմ եղել, դուք պատկերացնում եք հիմա ես կլինեի որտեղ։ Այսինքն ես Բայց որ ասում եք պատկերացնում եք կլինենք որտեղ, ոնց հասկացա ըստ մեր լրագրողների, երկու անգամ առնվազն դե եղել եք։ Այո, իրենց դատվել եք։ Ոչ, ցավոք չեմ դատվել, բայց խափում են մեզ լրագրողները։ Դե իհարկե խափում են, որովհետև արդեն նորություն է։ Գիտեք, տնօրենի նշանակման կարգ գոյություն ունի, եւ եթե դու ունես դատվածությունը այն էլ երկու դատվածություն եւ այլն, դու չէիր կարող լինել տնօրեն, բայց այս դեպքում պիտի ասեմ, որ հեքիաթների դաշտից մարդիկ գրել էին, որ ես թորներ ունեմ, չգիտեմ ինչ, ցավոք դեռ չունեմ, երևի կունենամ, անպայման կունենամ, այսինքն դե հեքիաթներ էին գրում իմ մասին, ծիծաղելի, այսինքն ինչ ուզում գրում էին, բայց իրենք երևի թե հասկանում են, որ իմ արժեքային համակարգը անբեկանելի է, ես ունեմ իմ սկզբունքները, այդ սկզբունքների հետևից գնացել եմ իմ ողջ կյանքի ընթացքում եւ որքան էլ որ թիրախավոր են, որքան էլ որ ինձ մեղադրեն կիրակի օրը չաշխատելու մեջ կամ վաղարշապատի երթին մասնակցելու մեջ եւ այլն, որը ժամը 6-ին էր եւ իմ աշխատանքից հետո էր եւ ես իմ ազատ ժամանակը կարող եմ տնօրինել ինչպես ինքս եմ ցանկանում, այստեղ ասելու բան չունեմ, անգամ գիտեք գրում էին, որ ես Երևանի ավականու ընտրություններին աշխատանքի ժամանակ եղել եմ քարոզարշավ եմ իրականացրել, այնինչ այդ ժամանակ ես վերցրել եմ ինձ հասանելիք իմ արձակուրդը, դրա վերաբերյալ կա քաղաքապետի որոշում, որով ես գնացել եմ կարգադրություն, որով ես արձակուրդ եմ վերցրել։ Այդ հումորը ինձ համար ծիծաղելի է։ Քաղաքական պատարակներ եք մատուցում, կտրիչի, բան, կաթողիկոսի դեմ եք դուրս է, եկեղեցու դեմ։ Ինչ եք հարձակվել եկեղեցու վրա։ Գիտեք, այստեղ հիմա արդեն խոսում է ոչ թե դպրոցի տնօրենը, խոսում է մտավորական է, որովհետև ես հիմա որպես մտավորական եմ խոսում։ Ինձ համար հայ առաքելական եկեղեցին բարձրագույն արժեք է։
եւ հայ առաքելական եկեղեցի նույնականացնել Կտրիչ Ներսիսյանի կամ որևէ մեկի հետ ում հետ կապված համացանցում մենք տեսանք այսպես ասեմ խայտարակ բնույթի տեսանյութեր ես ինձ թույլ չեմ տա որովհետեւ իմ արժեքային համակարգ ինձ թույլ չի տալիս հիշյալ մարդկանց նույնականացնել հայ առաքելական եկեղեցու հետ։ Իսկ հասարակության միշտ զանգված արի ուտես որ նույնականացնում է։ Գիտեք, ես հասարակությանը այդպես չէի վերաբերվի, որովհետև հասարակությունը շատ բազմաշերտ է։ Հասարակությունը բազմաշերտ է եւ իսկ մենք երբ որ դուրս ենք գալիս հասարակության մեջ զրուցում ենք, մենք չենք տեսնում, որ նույնականացնում է։ Մենք չենք տեսնում դա։ Ի վերջո իսկ ով է մեզ տվել այդ իրավունքը մտածել, որ հայ հասարակությունը նույնականացնում է Կտրիչ Ներսիսյանին կամ Արշակ Սրբազանին Նարեկ Կարապետյան անուն ազգանունով Նարեկ Կարապետյանը հասարակությունը չէ։ Չէ, իր թիմով, իսկ թիմը հասարակությունն է։ Քանի հոգի են այդ թիմակիցները։ Դե ասում էր արդեն 5000 թե քանի հազար։ Բայց իսկ Հայաստանի Հանրապետությունում քանի մարդ է ապրում։ Մոտ 3 միլիոն քաղաքացի ունենք։ Արդյոք 5000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Չէ, մեծամասնությունը չի, բայց հասարակության շերտ է։ Այո, հասարակության մեջ կարող են լինել նաև մոլորյալներ։ Կարող են լինել նաև մարդիկ, ովքեր քիչ տեղեկատվության արդյունքում կամ գիտելիքների պակասով կամ անձնական շահերից ելնելով խեղաթյուրում են իրականությունը, բայց մենք չենք կարող զոհասեղանին դնել մի ամբողջ ժողովրդի բարոյահոգեբանական կերտվածքը միայն նրա համար, որ 5000 հոգի մեզ սխալ է հասկանում։ Գիտեք, ես Ամրանը դեռ խոսում է այս մասին եւ ասացի, որ եթե Կտրիչ Ներսիսյանը ապացուցի, որ ինքը զավակ չունի, ես ծնկաչոք կգնամ Էջմիածին եւ իմ մեղքերի համար թողություն կխնդրեմ։ Ես միանում եմ փոքոչի։ Այո։ Բայց կներես 1000 ներողություն։ Այստեղ մենակ Նարեկ Կարապետյանը 5000-ը չեն։ Կային հասարակական կազմակերպություններ, ովքեր, մի մասը անցնում են որոշ գործերով, բայց անմեղության կանխավարկած չխախտենք, այո։ Այո։ Ովքեր աչքի են ընկել այս մի 4-5 տարում բավականին շատ ակցիաներով։ Կարող է ակցիաները իմ կոնցերտով չեն, հիմա ակցիա են արել, մարդիկ իրենց սահմանադրական իրավունքն են իրականացրել։ Բայց ովքեր են եղել այդ ակցիաների մասնակիցները։ Գիտեք, օրինակ Չալաբյան ազգանուն ծանոթ ես։ Լսել եմ, որ քրեական գործով էր անցնում, եթե չեմ սխալվում, ինչ որ Հա, ես այդպես հիշում եմ։ Ամեն դեպքում դա չի զրկում իրեն իր սահմանադրական իրավունքներին մասնակցելու հետ կապված։ Գնացել էր բանում մեջ միացնում պահակություն էին անում, բան, որ հեսա կարող հարցակվեն իրեն։ Չգիտեմ։ Ինձ էլ էին մեղադրում, որ ես պատրաստվում եմ հարցակվել Էջմիածնի։ Դե ես վաղուց եմ օրինակ հարցակվել։ Ես հարցակվել եմ։ Ես կներես ինձ վրա արդեն բանը գնացել դիմել էին իբր քրեական։ Այո, ես գիտեմ, այո։ Հա, որովհետև ես վաղուց ամառն եմ դեռևս հարցակվել, որովհետև ես ջանջալ, մանջալ բաները չունեմ։ Բայց ամեն դեպքում, երբ որ ասում ենք հասարակության որշերտը, կա այդպիսի բան։ Կան նաև հասարակական կազմակերպություններ, եթե այստեղ միայն քաղաքական բանով ենք նայում, այնտեղ էլ հասարակական կազմակերպություն է։ Այստեղ նորից ուզում եմ գալ կրթությանը, հազար ներողություն։ Չէ, կրթություններն շատ կարևոր կարող է լուսաբանման խնդիր կա ախր։ Հիմա եկեք խոսենք լուսաբանման մասին։ Եթե ես ընդհանրապես մի գրառում եմ անում եւ վարչապետի նյութը կիսվում եմ իմ էջով եւ գրում եմ պատրաստենք, երբ որ խոսքը գնում էր Վեհարյանը վեհի այդ գաղափարի մասին եւ ինձ թիրախավորում են։ Եվ դրանից հետո ես մեկնաբանություններ եմ անում, գրում եմ, ներկայացնում եմ եւ այլն եւ ինձ նման տասնյակ հազարավորները Հայաստանի Հանրապետության վարչապետների հետ մասին խոսել, ազգային ժողովի պատգամավորները, տարբեր մտավորականներ եւ այլն եւ այլն։ Եվ մենք վստահաբար գիտենք, որ հասարակության մեջ հասարակությունը պատրաստ է եւ խորությամբ ընկալում է այն արժեքները, որի մասին մենք խոսում ենք։ Եթե կա 10000 հոգի, 10000 անձ, ով դա չի կիսում, դա էլ է նորմալ։ Գիտեք, մենք եկեք չմոռանանք մեր դա կլինի աննորմալ, եթե հասարակությունը բոլորը մի ձև մտածեն։ Եվ հենց դա է ժողովրդավարական պետության առավելությունը։ Բայց հիմա այստեղ մի շատ կարևոր բան եմ ուզում ասել։ Հիմա ինձ ավելի շատ
չեն մտահոգում այդ 10,000 կամ 20,000 քաղաքացիները։ Ինչու՞։ Որպես մտավորական ինձ ավելի շատ մտահոգում են անչափահասները, ովքեր մտնում են համացանց, կարդում են, տեսնում են այդ տեսանյութը եւ նրանց ներսում արժեքային համակարգի բախում է տեղի ունենում։ Մենք նոր երիտասարդ սերնդին ինչ ենք ասում ենք մենք ունենք ըստ տեսանյութի հոգևորական, ով նման, ով տվել է կուսակրոնության ուխտը, ով պարտավոր է կուսակրոն լինել եւ նման տեսանյութ կա, բալիկ ջան, գիտես ինչ, դե հիմա էսպես է։ Մենք ինչ ենք դաստիարակում ենք երեխային հարմար ողականություն։ Ոչ միայն հարմար ողականություն, տալ խոստում ու չկատարել։ Դրա համար հորս արևը շատացել է։ Գուցե, եւ մենք այստեղ ես որպես քաղաքացի ես դրա հետևից եմ գնում։ Ես ուզում եմ, որ ճշմարտությունը, որ հայ առաքելական եկեղեցին ոչ թե այսպես մի տիրույթ է, որը պետք է դնել սեղանին եւ փոշին վերցնել եւ նրա մասին չխոսել, այլ ես ուզում եմ, որ հայ առաքելական եկեղեցին մտնի յուրաքանչյուրի տուն, որ յուրաքանչյուրը դառնա դրա կրողը, այդ արժեքի կրողը, որ հայ առաքելական եկեղեցին սոսկ անձերով չի պայմանավորված։ Ես ամբողջովին համաձայն եմ։ Իմ նպատակը դա է, եւ ես այո գնում եմ պատարակների։ Ասեմ ավելին, ես վերջին 6 տարիների 2008 թվականից հետո ես համարյա եկեղեցի չէի գնում երկար ժամանակ, որովհետեւ եկեղեցու նկատմամբ կրկին Կտրիշ Ներսիսյանի ձեռամբ կորցրել էի հավատս, որովհետև 2008 թվականի մարտի 1-յան իրադարձությունների ժամանակ մենք այլ բան էինք սպասում, ես որպես հավատավոր հայ քրիստոնյա այլ բան էի սպասում եկեղեցուց, բայց վերջին 5-6 տարին ես մոմ չեմ գնում եկեղեցուց, ես գերադասում եմ դրսի տատիկից, պապիկից մոմ առնել, տանել վառել, որովհետև ես վստահություն չունեմ այդ մոմի գումարի շրջանառության, գուցե վատ բան եմ ասում, բայց ես այդպիսինն եմ։ Եվ տատիկ պապիկից գնում եմ վառում եմ։ Ես ուզում եմ վերագտնել իմ եկեղեցին։ Ես ուզում եմ գտնել հայ առաքելական եկեղեցին։ Ես ուզում եմ, որ հայ առաքելական եկեղեցին պատվանդանի վրա չմնա, որ ինքը գա դեպի ժողովուրդը։ Այստեղ մենք ունենք նմանություն, որովհետև ես բազմիցս ասել եմ, ես երևի ընդունված նորմերով այտենց ինձ այնքան էլ քրիստոնյա չկարողանամ համարել, ոնց որ պատկերացնում են, հա, իրականում, բայց ես ինքս սկսել եմ գիտակցել, թե դա ինչերի հետևանք է, եւ այդ մասով նման է, իհարկե մոմերի հատվածը մի կողմ կդնեմ, ամեն դեպքում ես կարծում եմ, կարա մոմը լինի անվճար կամ կլինի վճարովի, այդ ունի իր արդարացումներն ու բաները, բայց այնուամենայնիվ եկեղեցու գործառույթը այնպիսինը չի եղել, որ ես կարողանամ լինելով մկրտված, կարողանամ հաստատվել եկեղեցում։ Այո։ Եվ երբ որ դու ասում ես, որ նենց մի հատ բան ենք սենց սարքել, որ չի կարելի իրան կպնել ու դրա համար էլ ինքը ներսից սկսել է փտել։ Այո։ Սա ես նմանացրեցի նաև մեր բանակի հետ։ Այո։ Որին նույնպես տևական տասնամյակներով չէր կարելի բանակի մասին բան խոսել, չէր կարելի հանկարծ ասել, թե ինչեր է կատարվում եւ այլն, որ դուք դրանով, չգիտեմ, սենց, վերջում պարզվեց, որ վնասում եք գոռացողները հենց իրենք են վնասողը, ու ընդամենը ցանկանում են, որ դրա մասին չխոսեն։ Ոչ թե չիմանան, չեն կարող չիմանալ, ցանկացած երեխան բանակ է գնում, լավ վերջին հաշվով, չեն կարող չիմանալ, բայց գոնե չխոսեն։ Այդ չխոսելու արդյունքում էլ իրենք հասան նրան, որ հազարավոր, տասնյակ հազարավոր ընտանիքներ իրենց զավակներին տանում էին այլ պետության քաղաքացի էին դարձնում, որ այն բանակը, որի մասին չպիտի խոսենք, հանկարծ այդ բանակում չծառայեն։ Այո։ Ես նայել եմ, ոնց որ բանը Հայկի ու Նայիրի բաները, ոդքասթը, բանակի վերաբերյալ, հենց որ ամբողջ հարցումներով, փաստերով շատ լավ էր նկարած։ Ես երբ որ դա նայեցի,
ամբողջովին հասկացա, որ իսկապես պետք է այն օրենքը, որը առաջարկում է Հայկը Սարգսյան, օր առաջ մտցնել։ Չգիտեմ, Ես այստեղ ուզում եմ անդրադառնալ ձեր արած մինչ ընդմիջումը գնալը խոսքին, երբ որ դուք խոսում եք մեր հասարակական կազմակերպությունների Բաքու գնալու մասին։ Ես որպես հայ մտավորական կին մայր ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն լինի։ Ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին սիրի իր պետությունը, սիրի, ճանաչի իր պետությունը։ Երբ որ դու սիրում ես մի բան, որը անսահման է, չունի որոշակիություն, դու դրա մեջ կորում ես։ Երբ որ դու սիրում ես կոնկրետ, հստակ իմանալով ինչն ես սիրում, դու դրա պատասխանատուն ես դառնում։ Այդ որպես բան։ Այսինքն ես նորից ուզում եմ գալ վարչապետի իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Բայց ճանաչել եւ չճանաչելը երկու իմաստով էլ շատ հետաքրքիր է դառնում, որ ճանաչի իր պետությունը, թե ճանաչողական տեսանկյունից եւ թե հենց հստակ մեր սահմաններով եւ այլ, որովհետեւ իսկապես էլի, եթե մի քիչ կենտրոնանում ես այդտեղ, ստացվում է, որ մեր քաղաքացիները ինձնից սկսած, ես էլ գուցե կենտրոնացած չեմ եղել ժամանակին, ինչ որ պահից եմ սկսել մտածել, բայց իրականում ո՞րն է իմ պետությունը, ես կրում եմ անձնագիր, այդ անձնագիրը որտեղ է գործում, որտեղ է պատասխանատվության գոտին։ Այդ շատ լավ ասեցիք, պատասխանատվության գոտի։ Մենք պիտի նախ պատասխանատվություն զգանք Հայաստանի Հանրապետության համար, իրական Հայաստանի Հանրապետության համար, որը ցավոք մենք երկար ժամանակ չենք զգացել։ Վերադառնալով ձեր ասածին պիտի ասեմ, որ խաղաղության գնալու լավագույն ճանապարհը այո փոխադարձ շփումներն են։ Ես մեծ հարգանք եմ տածում այն խմբի նկատմամբ, խմբի անդամների նկատմամբ, ովքեր նախ ունեցան համարձակություն ադրբեջանական կողմին հրավիրել Հայաստան, քայլ անել եւ հետո գնալ Ադրբեջան։ Ես կարծում եմ, որ մենք այլընտրանք չունենք։ Եթե մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության հարատևությունը տեսնել, մենք պարտավոր ենք սիրել մեր պետությունը եւ հարգել բոլոր խիզախներին, ովքեր քայլ են անում այդ խաղաղությունը Հայաստանի Հանրապետությունում հարատև դարձնելու համար։ Եվ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Մեր եթերը մոտենում ավարտին, Ռոզաննա ջան։ Ես շատ եմ ափսոսում, որովհետեւ շատ հաճելի է լսելը։ Առավել եւս էս տաղավարում, որովհետեւ ես հիմնականում միայնակ եմ ասում այն ինչ որ դու շատ ավելի լավ ես ձևակերպում։ Շնորհակալ եմ։ Դե իմ 8-ամյա կրթությունա դու մի ամբողջ Այդպես չի։ Ես ձեզ եմ հաճույքով լսում։ Շնորհակալություն։ Եվ վերջին րոպեն ա գնում, ես կառաջարկեմ, քանի որ շատ թեմաներ երևի թե բաց թողեցինք ինչերին, որ արժեր անդրադառնալ, անգամ նոր ոնց որ տականում ենք արդեն իրական Հայաստանի թեմա ենք բացում, որը եւս մի ամբողջ հաղորդում կգնար, բայց ձևակերպեք ձեր այսօրվա ուղերձը ձեր հեռուստադիտողին, մեր հեռուստադիտողին։ Սիրելի, շատ սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունն ապրելու է դարերով, 50, 100, 200, 300 տարի, եւ դրա ճակատագիրը, դրա որոշողը մենք ենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, որքանով մենք ամուր կլինենք, որքանով մենք կհավատանք Հայաստանի Հանրապետության հարատևությանը, այնքանով այն գոյություն կունենա, եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, եւ կեցե խաղաղությունը, որովհետեւ ես այլևս զոհեր չեմ ուզում։ Շնորհակալ եմ։ Փառք նահատակներին, բոլոր նրանց, ովքեր որ իրենց կյանքը զոհեցին Հայաստանի Հանրապետության հարատևության համար, երբ գործը հասել էր իրենց։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։